Ուշադրություն բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ֆասպորտը սկսում է ուղիղ հեռարձակումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն Ավանի ֆուտբոլի ակադեմիայից, որտեղ բկման Fastex Premier League-ի 32-րդ տուրի շրջանակում կմրցի Ալաշկերտի դեմ։ Եվ այսպես ամեն ինչ պատրաստ է եւ կենտրոնից խաղը սկսում է Ալաշկերտը։ Եվ այսպես Տարախչյան փոխանցում Տուգանային հրապարակ, պայքարում է եւ հաղթում է Արման Ղազարյանը, Ռումյան Հովսեփյան Գնդակը հեռացավ։ Կանզասարի դեմ խաղի հաղթական գոլի հեղինակը Ալաշկերտի առայժմ վերջին գոլը։ Առաջնությունում Մեթոյանը շրջվեց ու հարվածեց 1-1-ի դեմ փակել բկմայի կիսապաշտպաններին, օրինակ հիմա Կատոն այդպես արեց Աղբարյանի հետ պայքարում եւ խլեց Գնդակը, Մեթոյան, Սարգիս Մեթոյան, շեղ է հարվածում Մեթոյանը։ Թիմը հաճախ է Գնդակ կորցնում եւ տարբեր դիրքերում Աֆյան, Աղբալյան եւ հանեց խաղադաշտից սխալ փոխանցումով Աֆյան, Վիաչեսլավ Աֆյան փոխանցում դեպի Էլոյանը չհասկացան իրար եզրափակել, առանց հսկողության էր բկմայի գլխավոր ռմբարկուն։ Լավ փոխանցում էր դեպի Այվազյանը, Այև Էլոյանը, Արայիկ Էլոյան եւ գոլ։ Առաքելյան, Աֆյան, Առաքելյան փոխանցում շատ ուժեղ էր։ Գնահատեց իրավիճակ ու ճիշտ բացվեց, մի փոքր հետ եկավ, Աֆյանն է հարվածում, բարձր ստացվեց։ Հակագրվում է Ալաշկերտը, Հովսեփյանը փոխանցեց Տարախչյանին, Տարախչյան փոխանցում եւ Սարգիս Մեթոյան հարված, բարձր ընթացավ Մեթոյան, նրան թույլ կտան հարվածել ոչ, բայց Յուրի Մարտիրոսյանը միգուցե դա անի, չկար ըստ մրցավարի 11 մետրանոց թեև ընկավ Յուրի Մարտիրոսյանը։ Հետևենք Ալաշկերտի այս հակագրոհին Կունտուրյոտիս մնում է Գնդակով, Խաչատրյանը նժալ թույլ չտվեց ինչ-որ բան անել, հետո խանգարեց նաև Հովսեփյանին, գերազանց խաղաց բկմայի պաշտպանը, Պետրոս Ավետիսյան, արված և հիմա էլ անկյունային։ Ահա նորից Էլոյանն է Գնդակով, Էլոյան և գոլ Մանուկյան։ Այդ խնդիրը բկմային չէր հետապնդում մրցաշրջանի ընթացքում, Խաչատրյան, Արայիկ Էլոյան, հետ փոխանցում Խաչատրյան 2-0։ Այս հանդիպումն ավարտված է, իսկ Ալաշկերտը խաղալու է նորընծած չեմպիոն եւ գավաթակիր Նոայի դեմ վերջին տուրում։